Եզրասի հետ կապված ես առաջին անգամ այսպես հեռակա շփում եմ ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ 2020 թվականին, երբ որ մի քանի նույնաբովանդակ նամակ եմ ստացել Ռուսաստանում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչներից, ովքեր փորձում էին 44-օրյա պատերազմում զոհված տղաների նկարները տանել եւ այդ եկեղեցուն փակցնել եւ խնդրել էին Եզրասին, որպեսզի նա պատարակ կառուցի, բայց դե Եզրասը ուր, պատարակը ուր, Եզրասը շատ ավելի կարևոր գործերի մեջ է թաղված, պատարակ, մատարակ, բան, ման 44-օրյա զոհեր, այս մարդուն ընդհանրապես ինչի պիտի հետաքրքրի, առհասարակ Հայաստանի կամ հայ ժողովրդի հետ կապված որևէ բան այս մարդկանց հետաքրքիր չի, այս մարդիկ սնվում են, այս մարդիկ ապրում են, շնչում են բոլորովին այլ խողովակներով, բոլորովին այլ արմատներով, իրանք բոլորովին այլ գործունեություն ունեն Եվ ինչ է կարծում, ինչ է եղել, երբ որ փորձել են երիտասարդներով այսպիսի մի բան կազմակերպել եւ Եզրասին խնդրել պատարակ մատուցել, Եզրասը ոչ ավել, ոչ պակաս օմոն է հրավիրել հայ երիտասարդների վրա, ովքեր բավականին բիրտ ուժով մենք բոլորս գիտենք, որ եթե Ռուսաստանի Դաշնությունում ազգային փոքրամասնություն ներկայացնող ժողովրդի ներկայացուցիչները ոչ թե 2 հոգով են իրար հետ զրուցելով քայլում, այլ գոնե 4-5 հոգի մարդ կա կանգնած, մենք գիտենք թե ինչ բիրտ ուժ է առհասարակ կիրառվում այս մարդկանց նկատմամբ եւ Եզրասի ջանքերով անմնացորդ որոնք պետք է ուղղված լինեին բոլորովին այլ տեղում օմոն է գալիս եւ ջարդում է այսպես ասած հայ երիտասարդներին